Հարգելի լրագրողներ, բարև ձեզ։ Տեղեկացնեմ, որ քննարկման եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքում ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Եթե հարցեր ունեք, բայց շատ երկար չէ, էլի։ Պարոն Փաշինյան, կին թեկնածուներ էին նաեւ առաջադրվել։ Ինչու կուսակցությունը չի նախընտրել կանանց տեսնել ԱԺ ղեկավարության կազմում։ Դե որովհետեւ մեր մոտ դե փակ գաղտնի քվեարկություն է եղել, չեմ կարող ասել։ Բայց այդ խնդիրը չեք տեսնում, որ կանանց կարելի է։ Գիտեք, հիմա տեսեք, երբ որ ասում ենք հավասարություն պետք է լինի, այսինքն հավասար մրցակցային պայմաններում կամ ընտրվել են կամ չեն ընտրվել։ Այսինքն այդ քննարկում եղել է նախապես, թե արդյոք պետք է քվոտա սահմանենք, որ անպայման մի կին պետք է ընտրվի մի տղամարդ, որոշվել է, որ չսահմանենք քվոտա, քվեարկությունը ազատ թողնենք։ Իսկ խմբակցության ղեկավարի մասը որոշում ունեք։ Չէ, դե էլի առաջադրումների փուլը կսկսվի եւ էլի քննարկում եւ քվեարկություն տեղի կունենա։ Ընդհանրակարգով են ասում։ Այո։ Համեցեք։ Իսրայելի որոշման հետ կապված քաղաքացիական պայմանագրի կառավարության ավելի հստակ դիրքորոշումը ինչպիսին է, որովհետև արձագանք չկա եւ այս պահին տարբեր մեկնաբանություններ են հնչում դրա վերաբերյալ։ Հայաստանի համար այդ որոշումը ողջունելի է։ Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք, որ հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահից, այսինքն արձագանքի կարիք չենք տեսնում։ Առաջիկայում էլ որևէ դեպքում արձագանք չի լինելու։ Արդեն ասեցի։ Պարոն վարչապետ, ասել էիք, որ ընտրություններից կարճ ժամանակ անց հանդիպելու եք Ռուսաստանի նախագահի հետ, հունիսի 1-ին էիք նման հայտարարություն արել, բայց արդեն ավարտվեց ամիսը, այդ հանդիպումը լինելու է թե ոչ, եւ եթե կար նախատեսված հանդիպում, որ կողմի նախաձեռնությամբ չեղարկվեց։ Նախատեսված հանդիպում չի եղել եւ երկրների ղեկավարների հանդիպումների կարճ ժամանակ ասած ինքը մի շաբաթ մի օր չի։ Այսինքն առաջիկայում կլինեն շփումներ, չի եղել նշանակված։ Ձեր հայտարարությամբ պետք է ընտրություններից մոտ 1 շաբաթ հետո լիներ, ասել էիք հունիսի 2-րդ կեսին։ Չէ, դա ուրիշ թեմայի մասին է եղել եւ դա համենայն դեպս առաջիկայում կլինի համոզված եմ հանդիպում։ Օգոստոսին կայանալիք է ԱՏՄ նիստի շրջանակներում։ Այնտեղ միջկառավարական խորհրդի նիստ է եւ վարչապետերն են մասնակցում, նախագահները չեն մասնակցում։ Կքննարկեք վարչապետի հետ այս պատժամիջոցների հարցը։ Պատժամիջոց բառը ճիշտ չի, պատժամիջոց չկա եւ չի կարող լինել, այլ թեմա կա, բնականաբար կքննարկենք։ Բայց կներեք, ինչ է, եթե պատժամիջոց չի, օրինակ ձուկ արտահանող ընկերության ձուկը չեն ընդունում, բայց այդ ընկերությունը ընդհանրապես Ռուսաստան ձուկ չի արտահանել։ Լավ չհասկացա։ Կա ընկերություն, որը երբևէ ձուկ չի արտահանել Ռուսաստանի Դաշնություն, բայց իր վրա էլ այդ տարածվում այդ սանկցիան, այդ դեպքում Երևի այդ ընկերության կյանքում բան չի փոխվել, եթե ձեր հարցը ճիշտ հասկացա։ Վարչապետ, իսկ ընդհանուր առմամբ այս ընթացքում գնահատվել է տնտեսությունը, ինչ վնասներ է կրել այդ սահմանափակումների արդյունքում։ Դուք տեսել եք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին 11% է եղել եւ հունվար-մայիսը եղել է 8%-ից ավելի։ Այսինքն չի ազդել։ Դե գիտեք, ընդհանրապես տնտեսության վրա միշտ էլ ինչ որ ազդեցություններ կան։ Մի ճյուղը ակտիվանում է, մի ճյուղը պակասում է եւ այդպես շարունակ։ Եվրամիության ընդհանուր առմամբ բան չի փոխվում։ Գիտեք, տնտեսական վնաս, այդպես գիտեք, նախ process-ները պետքա գնանք այս պահի դրությամբ, եկեք փաստերի վրա հղվենք։ Փաստը այն է, որ մենք ունենք 11% տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Եվրամիության աջակցությունը շարունակական է լինելու, պարոն Փաշինյան, թե 50 միլիոնը նվագ է, այսպես։ Եվրամիության հանձնաժողովի նախագահը կգա, կքննարկենք, եզրակացություններ կանենք եւ կասենք։ Մի հարց է, եթե կարելի է, պարոն վարչապետ, ազգային ժողովի նախագահի թեկնածությունից հետո խոսում է, որ Կարեն Սիմոնյանը փոխարինի Վահագն Խաչատրյանին։ Կա ինչ-որ հստակ պատկերացում, ինչպես պետք է շարունակի ազգային ժողովի նախագահը։ Այսինքն Հանրապետության նախագահի խնդիրներով պայմանավորված։ չկա այդպիսի խնդիր։ Իսկ ազգային ժողովի նախագահի, գործող նախագահի հետ կապված ինչ-որ պատկերացում կա, թիմում թե ինքը որպես պատգամավոր պետք է շարունակի։ Դե կքննարկենք, ինքն է որոշում կկայացնի, թիմն էլ որոշում կկայացնի, բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք որպես քաղաքական թիմ տեսեք շատ կարևոր է, որ մենք ոչ միայն ունենանք
այդ կարգավիճակում գտնվող անձինք, այլև նախկինում այդ կարգավիճակում գտնվող անձինք, որովհետև դա ի վերջո փորձ է այս պայն մեր թիմում ազգային ժողովի 2 նախկին նախագահ կա, նախկին նախարարներ կան, նախկին փոխվարչապետ կա եւ այլն եւ այդպես շարունակ, դա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարևոր եմ համարում եւ նաեւ կլինի իհարկե չէ Սիմոնյանի իմ իհարկե չի եղել որը անձնական բան չկա իր իմ ու Ալեն Սիմոնյանի ոչ բացարձակապես Իրեն տեսնում եք այսքան խորհրդարանական գործունեությունը շարունակելու դե իմ մենակեն չի ես որտեղ եմ տեսնում նաեւ ինքը պետքա տեսնի դրա համար մենք մեր կարծիքները կհամադրենք կամ եթե չհամադրվի կքննարկենք կտեսնենք ըստ այդմ